Կարճ ներկայացնեմ իմ պատկերացումները Ծառուկյանի հետ կապված։ Ես միշտ Ծառուկյանին համարել եմ ռեժիմի մարդ, ռեժիմին ծառայող մարդ, ասենք ինչպիսին Ռոբերտ Քոչարյանն է, Սերժիկ Սարգսյանն է, Նիկոլ Փաշինյանն է եւ չթվարկեմ։ Ես ասեմ, եթե ասենք Ռոբերտ Քոչարյանը ուղիղ ծառայում էր Պուտինին, այս մարդը ծառայում էր Պուտինին Ռոբերտ Քոչարյանի միջոցով կամ Սերժիկ Սարգսյանի միջոցով։ Այս մարդը նույնպես ծառայել է եւ ծառայում է ռեժիմին։ Եվ երբ որ գնում են այս մարդուն իբր կալանավորելու, ցես չթվա որ ես ուրախացել եմ կամ կարող եմ մեկը մտածի, այ ուրախացել է Ծառուկյանի հետ կապված։ Ես ոչ ուրախացել եմ, ոչ տխրել եմ։ Չի կարող ռեժիմի ծառան, ասենք հակադարձվի ռեժիմի մեկ այլ ծառային, որ այդ ծառան էլ ձերքին իրավունք կամ իշխանություն ունենա, գա այս ծառային ասենք կալանավորի տանի, ասենք որքան Քոչարյանին, ասենք վերցեցին, փակեցին, բացեցին կամ Սամվել Կարապետյանին վերցեցին, փակեցին, բացեցին։ Հասկանում եք։ Չնայած, որպեսզի ասենք մեծ կեղծիքը, մեծ խաղով փորձեն քողարկել, կարող է եւ ծանր դեպքեր գրանցվել, չի բացառվում։ Ասենք Թաթար Ռուբոն տեսանք ինչ եղավ։ Հենց արեցին այդ մարդը հիմա, բայց ասենք բեմականացումը զգացվում է, որ բեմականացում է։ Դու գնում ես Ծառուկյանին կալանավորելու, մտնում ես իր տուն, ինքը քեզ ժպիտը դեմքին է դիմավորում։ Հասկանում եք, ժպիտը դեմքին քեզ դիմավորում է։ Ասենք չի դիմադրում։ Դու այդ մարդուն ինչ ես վերցնում միացած պարգեցնում գետնին, հետո հանում կանգնեցնում, որ նոր ձեռնա շղթաներ անցկացնես։ Չդիմադրեց այդ մարդը, չկար այդ դիմադրությունը, հետո ժպիտը դեմքին։ Երկրորդ, Ծառուկյանը մի լավ բառ ունի, չէ՞, համապատասխան։ Ինքն է օգտագործում ամենահաճախը, չէ՞։ Դու գնացել ես մի մարդու ձերբակալելու, որի դաստակը ավելի հաստ է, քան այդ ով որ գնացել է կալանավորելու դրա վիզը։ Դու ինչի համապատասխան ձեռնաշղթա չես տարել։ Դժվար է ունենաք երևի։ Համապատասխան ձեռնաշղթա չէին տարել։ Որովհետև այդ ձեռնաշղթան դաստակին չէր անցկացվել, չէր տեղավորվում դաստակը այդ ձեռնաշղթայի մեջ։ Եվ երրորդ, այդ մարդը իսկապես չէր դիմադրում, ասել են ձեռքերդ խաչի, խաչել են այդ փոքրիկ ձեռնաշղթաները ուղղակի այնպես գցել են, դա որ կիսա բացված վիճակում սրտիկ է, չէ՞, ցույց տալի այդ բան ձեռնաշղթան, իսկ գցել են դաստակների վրա եւ սրտիկ էր ստացվել։ Ու այդ մարդն էլի ժպիտը դեմքին քայլելով գնում էր։ Ես այսքան բանը տեսնելուց հետո, ասենք, ինչի պետք է ցավ ապրեմ, որ այն դեպքում, երբ որ նման բեմականացումներով տկարին շեղում են, տկարը երևի դες բաներից սիրտը հովանում է, հավատացեք, եթե տեսնեն, որ սա չի բավարարում, կարող է Քոչարյանին էլ մեկ պարգեցնեն ասֆալտին, գետինը ասֆալտին դրած նկարեն, որտեղ մարդկա դրանից սիրտը կարող է հովանա, դե որոշ ժամանակ դες պահեն ու թողեն։ Բայց անեն, ինչի համար, որովհետև Հայաստանը իր իրավունքները միջազգային արենում ամբողջությամբ զիջում է արդեն Ադրբեջանին, Թուրքիային, հասկանում եք, սրանք սենց խաղերով մարդկանց զբաղացնում սիրտը շահում են, բայց այդ մարդուն, որ իրենք զբաղեցնում են, տանում են այդ մարդու իրավունքները, այդ մարդուն դարձնելով, հայ մարդուն դարձնելով միջազգային հանցագործ, մեր իրավունքները զիջում են Ադրբեջանին։ Դուք սրանից վախեցեք։ Ծառուկյանի դարդը մի լացեք, հերիք է այդքան միամիտ մի մնացեք, ամոթ է ուղղակի, կործանվում ենք կրկես նայելով, սթափ եղեք։